Բարև ձեզ, ես բժիշկ մաշկավեներաբան Քրիստինե Մկրտչյանն եմ եւ այսօր կխոսենք ատոպիկ մաշկաբորբի, իր խնամքի մոտեցումների եւ առանձնահատկությունների մասին։ Ատոպիկ մաշկաբորբը բազմապատճառագիտական, բազմածագումնաբանային հիվանդություն է, որի մեջ գլխավոր դեր է խաղում ժառանգական նախատրամադրվածությունը։ Գործընթացի առաջացմանը եւ զարգացմանը նպաստում են մի շարք արտաքին եւ ներքին գործոններ, ինչպիսիք են ներքին ուղեկցող հիվանդությունները, ստրեսը, չոր օդը, տարբեր ալերգեններ, օրինակ սննդային, մանրեային, վարակային, սնկային եւ այլն։ Գործընթացը տեղակայվում է դեմքի, պարանոցի եւ վերջույթների հատվածում եւ չի ախտահարում անոթային եւ աճուկային ծալքերը։ Կլինիկորեն դրսևորվում է բորբոքային բնույթի, քորվող, էկզեմատոզեվաբանական տարրերի առաջացումով եւ այլ օրգանհամակարգերի ատոպիկ ախտահարումով։ Հիվանդությունը կարող է ախտահարել թե մեծահասակներին եւ թե երեխաներին։ Հիվանդությանը բնորոշ են տարիքային առանձնահատկությունները, սեզոնայնությունը եւ քրոնիկ կրկնվող ընթացքը։ Ատոպիկ մաշկաբորբի առաջնելույթը 45% դեպքերում արձանագրվում է կյանքի առաջին 6 ամիսներին, 60% դեպքերում առաջին 1 տարում եւ 85% դեպքերում մինչեւ 5 տարեկան։ Կյանքի ընթացքում նկարագրվում է ատոպիկ մաշկաբորբի դրսևորման 3 գագաթնակետ։ 3 ամսեկանից մինչև 2 տարեկան, 6 տարեկանից մինչև 16 տարեկան եւ 60 տարեկանից հետո։ Ատոպիկ մաշկաբորբի կլինիկական ընթացքը տարբեր տարիքային խմբերում տարբեր դրսևորում ունի։ Տարիքին զուգընթաց փոխվում են թե ախտահարման օջախի տեղակայումը եւ թե բնույթը։ Ինչպես արդեն նշվեց, կլինիկապես այն արտահայտվում է մաշկի քսերոզով, տանջող քորով եւ մաշկի պաշտպանական շերտի խախտմամբ։ Հիմնական խնդիրն այն է, որ մաշկը կորցնում է մեծ քանակությամբ ջուր եւ լիպիդներ, դառնում ավելի փխրուն եւ զգայուն շրջակա միջավայրի գործոնների նկատմամբ։ Հետևաբար բուժումն ու խնամքը պետք է ուղղված լինեն ոչ միայն ախտանիշների մեղմացմանը, այլև մաշկի պաշտպանական եւ լիպիդային պատնեշի վերականգնմանը, բորբոքման եւ քորի նվազեցմանը։ Խնամքի հիմնական սկզբունքները, որոնց պարտադիր պետք է հետևել։ Առաջինը մաքրման փուլն է։ Օգտագործեք շատ նուրբ խնամքի միջոցներ առանց օճառի եւ ալկոհոլի պարունակության, գելի կամ յուղային էմուլսիաների տեսքով։ Երկրորդը լոգանքի փուլն է։ Լոգանքը պետք է տևի շատ կարճ, ջրի ջերմաստիճանը լինի գոլ, այլ ոչ թե շատ տաք։ Երրորդը խոնավացման եւ վերականգնման փուլն է։ Օգտագործեք խոնավացնող միջոցը օրական 2-ից 3 անգամ, հատկապես լոգանքից հետո մաշկում խոնավությունը պահպանելու նպատակով։ Ուշադրություն դարձրեք խնամքի միջոցի բաղադրությանը։ Ցանկալի է, որ բաղադրության մեջ լինեն այնպիսի ակտիվ նյութեր, ինչպիսիք են հիալուրոնաթթուն, անփոխարինելի ճարպաթթուները, ցերամիդները, շեայուղ, վիտամին E, ալանտոին, գլիցերին եւ այլն։ Խուսափեք ակտիվ թթուների, ալկոհոլի կամ այլ բուրավետիչներ պարունակող միջոցներից, քանի որ նրանք կարող են գրգռել եւ վատթարացնել մաշկի վիճակը։ Ատոպիկ մաշկի խնամքը երկարաժամկետ գործընթաց է, կարևոր է մշտապես օգտագործել խոնավացնող եւ վերականգնող միջոցները, որպեսզի զգալիորեն թեթևացնենք մաշկի վիճակը եւ կանխենք հետագա սրացումները։ Եվ հիշեք, պետք է ժամանակին դիմել մասնագետի հետագա բարդություններից խուսափելու համար։ Եղեք առողջ։